Մեկ ամիս է ադրբեջանական կողմը կրակում է հայկական գյուղերի վրա։ Պաշտպանության նախարարությունը հաճախ դրանց մասին կամ խուսափում է լրատվամիջոցներին պատշաճ տեղեկություն տրամադրել, կամ էլ սահմանափակվում է կարճ հաղորդագրություններով։ Ազգային ժողովի ընդդիմադիր թևն էլ համարում է, որ հրադադարի ռեժիմի խախտման փաստերը կոծկվում են։ Ինչու է իշխանությունը փորձում քողարկել կամ շրջանցել հրադադարի ռեժիմի խախտումները։ Սա կարծում եմ առաջին հերթին պայմանավորված է այսպես կոչված կեղծ այդ խաղաղության փուչիկի փչմամբ, որը հատկապես 26 թվականի նախընտրական տրամաբանության շրջանակներում բնականաբար ձեռնտու չէ, որ այս պահին պայթի։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մեծաքանակ զենք է գնել։ Դա ազգային ժողովի ընդդիմադիր թևին մտահոգում է։ Ադրբեջանը զենք է գնում Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից եւ որոշ եվրոպական երկրներից։ Ի տարբերություն նախորդ տասնամյակների, երբ որ գնումների մի էական հատված հանրայնացվում էր տարբեր միջազգային կառույցների կամ հենց նույն Ադրբեջանի կողմից, այս վերջին տարիներին Ադրբեջանը բավականին փակ է պահում այդ տեղեկատվությունը եւ միայն կանխատեսելիության որոշակի դաշտում է մնում հասկանալ, թե կոնկրետ որ երկրների ինչ սպառազինություն է գնում։ Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը։ Այս պահանջների ֆոնի վրա խաղաղության պայմանագիր կստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հետաքրքրվել են լրատվամիջոցները իշխանական падգամավորներից։ Պատասխանել են, թե իրենց էլ ադրբեջանական սահմանադրության բովանդակությունն է մտահոգում։ Բացի այդ, Բաքուն շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Մենք կոնկրետ առաջարկությամբ ենք հանդես եկել, այս բոլոր հարցադրումները եւ մտահոգությունները փարատվում են խաղաղության պայմանագրի տեքստում, այն իմաստով, որ միջազգային պայմանագիրը վեր է ներպետական օրենսդրությունից եւ հետեւաբար այս մտահոգությունները երկու կողմից եղած, ուրեմն հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ առաջարկում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել ուրեմն նույն տեղում, նույն ժամին, ինչպես վարչապետը նշեց, ԵԱՀԿ Մինսկի խմբի ուրեմն լուծարման մասին համատեղ հայտարարության հետ։ Եվ այսպես ենք մենք պատկերացնում խնդրի լուծումը, սա է մեր առաջարկը Ադրբեջանին եւ մենք ակնկալում ենք կառուցողական մոտեցում։ Ադրբեջանական կողմի նպատակը մեկն է՝ սահմանը լարված պահել եւ այդ լարվածությամբ ազդել հայկական կողմի վրա։ Ու այդպիսով բացահայտել, թե հայկական կողմը ինչ պատրաստվածություն ունի։ Եվ նաեւ շարունակական դարձնել այն ճնշումները, այն պարտադրումները, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ նաեւ այդ խաղաղության օրակարգի իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ։ Կրակելով հայկական գյուղերի ուղղությամբ Ադրբեջանը հենք է ստեղծում շարունակաբար ազդելու հայկական կողմի վրա։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունն էլ կարծում է, որ դրան համապատասխան գնահատականը պետք է պետությունը, անվտանգության խորհուրդը, պաշտպանության նախարարությունը տան։ Գիտեք, որ նախկինում պարտադրողի դերում հայկական կողմն էր միշտ համարժեք պատասխաններ էր տալիս։ Հայաստան խմբակցությունը խորությամբ չի տիրապետում, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հատկապես խաղաղության ենթատեքստում։ Սակայն խմբակցությունը նկատում է, որ Ադրբեջանի ճնշումների հռետորաբանությունը Հայաստանի վրա այդ ուղղությամբ չի պակասում։ Այդ երկիրը Հայաստանին անընդհատ նոր պարտադրանքներ ու նոր ցանկություններ է ներկայացնում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։